Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ։ Խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այսօր փետրվարի 22-ն, ներողություն, մարտի 22-ն, ազատ եմ կրում։ Մարտի 22-ն է ցերեկվա ժամը 2:40 տեղական ժամանակով։ Այս ձայնայինս միանշանակ մաքուր հայերենով է առանց որևիցե մի հայոյանքի։ Սա ասիագրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչված երևույթին, այդ անբարոյականի զավակին։ Պարոն Փաշինյան, ես չգիտեմ, այս փողոցները, որ դու աշխատանքի ժամին հելենգել ես քուչա, մաղը ուսիդ գցած, մի կողմից ասում եմ լավ, այս մարդը բան ու գործ չունի, սա վարչապետ է վերջը, հələ ոչ, ինչի կաբինետում չի, բայց մի կողմից լավ եղավ, որ դու հելենգել ես քուչա, եւ վերջապես դու կարողանում ես իրական պատկերը տեսնել, ժողովրդի իրական վերաբերմունքը քո անձի նկատմամբ, որովհետեւ Անդոյի հիմնարկը, չգիտեմ այնտեղ լրացուցիչ կան հիմնարկություններ կա եւ այլն, որոնք որ քեզ զեկուցում են, որ դու ռեյտինգ ունես, հիմա դու տենում ես, որ ինքեզ ջան դու ռեյտինգ չունես, քո ռեյտինգը հավասարված է 0-ի, անգամ այդ 15-14 տարեկան երեխեքը խոռոփում են քիթուբենից իրենց վարկագծով, մեն մապրոսը թեքվեն ու թքեն կիտուբենից, իսկ ես խորհուրդ եմ տալիս երեխաներ, թեքվեք եւ թքեք այդ մարդու կիտուբենին, որովհետեւ թքելը քերական հանցագործություն չի, ես չի կարող դա համար դատել, նաեւ կանանց եմ խորհուրդ տալի թքել, որովհետեւ ազգային ժողովի նախագահը չես եմ թքել այդ վերբլուդը, բայց դուք ուղղ չեք, դուք կարող եք թքել, վերջապես այս մարդը հնարավորություն ունի զգալու, թե ինչպիսին է վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ դեպի իրեն։ Հիմա կարող է վաղը երկու հոգու վեգալել սթից ձևական սարքեն, ինչ-որ փողոցում տենան փաթաթվեն, ծաղիկներ տան, բուկետնի, դեզոդորանտի եւ այլն, ասեն, տեսեք մարդիկ իրկավ ու սիրում են, տես բիար կոդ էլ կարող է մտածել, որ հոգեկան հիվանդը դաժե գլխի չընկնի, որ դա սարքած է։ Բայց դաժե ինքեզ Փաշինյան, այն մարդիկ, որոնք որ քեզ նաեւ շրջում են, վստահեցնում եմ քեզ, մի վարքյան անգամ չկասկածեց իմ ասածների մեջ, ես քեզ դառը իրականություն եմ ասում, այդ մարդիկ դաժե այդտեղ գործող հետդ պտտվողների 50%-ը քեզ ատելով ատում է, մինիմում, հետդ ման են գալի զուտ պաշտոնի խաթեր, որ դրանց պաշտոն ես տալու, հասկանում ես, նույն իրավիճակն է հայերի այրան մեջ կա, հա, փողի խաթեր գնան հետույք լպստեն, հիմա դու զգում ես, չէ, ով ես դու զգում ես, որ քո վերջը երևը ման, և հանկարծ քեզ չթվաց, նաև քեզ ասեմ, որ ինչ-որ Ռոբիկը կամ Սերժիկը կամ Տաշիրը քեզանից ինչ-որ միտեղ առավել են, բնավ, նույն մակարդակի վրա էլ համարյա թե նրանք են, համարյա, կարող է Տաշիրը մի քիչ բարձր լինի, բայց Ռոբիկն ու Սերժիկը էլ ավելի ցածր են քեզից, ես էլ քեզ ասեմ, մի քիչ խորն են որ ասում է օբյեկտիվ քեզ իրավիճակ բացատրեմ, էլի շատ դեպրեսիայի մեջ չընկնես։ Իսկ եթե քեզ միշտ հիմա զեկուցել են, որ դու ունես 25%, 22% եւ այլն, քեզ խաբել են։ Քո ուժայինները, քո այդ բոլոր սորաբազորները քեզ խաբել են, քեզ ժողովուրդը չի կարողանում տանի։ Այդ զոմբելոները մի քանի հատ որ կան, որոնց որ հանում են խոսում են, մեկը Թուրքիայից է, մի հատ պոռիկ խոսում, մեկը ասին որտեղից ալնում խոսում, թուրք են գովում, թուրքերը պիտի գան մեր հետ ապրեն, ով թուրքին բան ասի պիտի դատվի եւ այլն, դա կազմում է շատ քիչ տոկոս։ Ես բան չասեցի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այո, ԿՊ-ն մտնելու է պարլամենտ, մտնելու ես, շեմը անցնելու ես, բայց ինչքան, այդ է հարցը, ոչ 22% ես անցնելու, ոչ 15%, բայց դու անցնելու ես, քո խմբակցությունը մտնելու է պարլամենտ, ճիշտ է, բայց դու չես կարողանալու միայն կառավարություն ձևավորես, ես քեզ 100%-անոց ինֆորմացիա եմ ասում, քեզ չթվաց, ես քեզ խաբում են, ու ես վստահ եմ, որ դու լսում ես, դու ինձ շատ լավ ես լսում, դու ամեն օր հետաքրքրվում ես Վարդան Ղուկասյանի ճակատագրով, ստեղից, ոնց է, ոնց չի, դու խնգելա, չի կոտրվելա, չի կոտրվել եւ այլն, ու քեզ միշտ ասում են, չէ, ինչ կատաղած շուն կար, 10 անգամ այդ կան ավելի հիմա գազազած է, որ հելավ լավը ծռելու է, էդ էլ գիտես, բայց ես քեզ ասում եմ, ասնելու ես, բայց դու կառավարություն չես ձևավորելու, իսկ այն մարդիկ, ու շատ իր լսեք, հետո չասեք, մեկ չգիտեք, քֆուր ես տալեմ, չենք լսում, ես դամար քֆուր չեմ տալի հիմա, իսկ այն մարդիկ, այն պետական դավաճանները, այն պղծասինները, որոնք որ
քո քարոզն են արել ու քեզ աջակցել են եւ այլն, բոլորը փրկելու են բանտերում պետական դավաճանության հոդվածով, բոլորը։ Այդ ես համար Հայաստան եմ փրկել, ես եմ արել, հարևան երկիրը տերը մեզ ինչ անեն, չի հանձնվում, Արամ աշխարհը չի հանձնվում, հիմա ինչ, պիտի ելեն ասեն, իա, պատերազմ եք ուզում, պիտի եսի տակ, պատերազմ եք ուզում, պիտի ես այդպես երկիր չգիտեմ, ես այդպես երկրի ղեկավար չգիտեմ, որ ասի պատերազմ եք ուզում, պիտի եսի տակ, պատերազմ եք ուզում, Սյունիքը պիտի տակ, Միջանցքը պիտի տակ, Բերձորը, Կիրանցը, Աղավնոտ, չգիտեմ, Երևանը, Էժմիածինը, Հոկտեմբերը, Արադ, ես պիտի հրաժարվենք, պատերազմ եք ուզում, ես այդպես երկրի ղեկավար չգիտեմ, այ անբարոյականի զավակ։ Դու խաղաղություն չբերեցիր Հայաստան, դու փորձանք ու տառապանք բերեցիր, դու անեծք, դու լուտանք բերեցիր, դու թմրամոլություն ու կաշառակերություն ու կոռուպցիան 10 անգամ ավելի բարդացրեցիր, դու դիկտատուրա բերեցիր, հայտարարակ, անգամ պիտի ես խոստով անեմ, Սերժի ժամանակ սես բան չի եղել, ինչ որ հիմա քորոքա։ Եվ այս ուժայիններն էլ պիտի հետևություն ենեն, ինչ է լինելու նրանց հետ, Աննա Վարդապետյանի հետ նամանավանդ, ինչ են անելու նրանք կանանց գաղութում, չեմ էլ ուզում պատկերացնեմ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նամանավանդ են Ղարաբաղցի տիկնոջը, ով որ շատ մեծ համարձակություն ցուցաբերեցին, ասեց այն ինչ որ պիտի ասել եւ մի շարք անբարոյականի զավակներ ասել եմ քֆուր չպիտի տամ, պոռնակացիններ, որոնք որ հարձակվել են այդ կնոջ վրա, այդ կնոջը լավ տեղերը գլգլ է եկարել, մալադեց այդ կնոջը։ Եվ մի հատ էլ ասում է, թե թողա կառավարություն ներողություն խնդրեմ, ինչի՞ թվում որ այդ կինը իր առանձնապատվությունը կդնի մի կողմ եւ գա կառավարություն կմտնի այն շենքը, որը որ վարակի բակտերիաների ու վիրուսի մեջ ճփճփում է, որովհետեւ քո նմանը անտեղ է։ Այդ կինը կգտնվի իր բարձրավը եւ չի տեխնիկո կողմը։ Իսկ այդպես կանայք ես վստահեցնում եմ լիքն, լիքը դու դրանց շատ ես տեսել, բայց մեծ մասը ուղղակի քո հետ չեն շփվել, առն համարեք ես, որովհետեւ դու վարակ ես, դու թրքածին վիրուս ես, դու բակտերիա ես, որի որ ժողովրդի ջանին կապեց Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանն էլ ամրապնդեց քո իշխանությունը այս վերջին 5 տարին ցեմենտ բիտոնով, որ դու անես այն ինչ որ պիտի անես իա հայակավեներով, իա այո ոչերով, Կիրանցի եւ Բերձորի հետ կապված, հա? Եվ ոչ մեկի ստեղ պետք չի մեղադրել, որևիցե մի երկրի, որ գիտեք, չգիտեմ, ռուսը վատնա, բելարուսը վատնա, էնի վատնա, էնի վատնա, էնի վատնա, մենակ թուքնա, ոչ, բոլորը զզվում են քո նմանից, քո նման վիժվածքից, դաժե քո քազը թքեց վրեց գնաց, քո տղեն քո հետ չի շփվում արդեն քանի տարի է, եսի որտեղ արեկով ինչերով է զբաղված, աղջիկը ինչով է զբաղված, Աստված գիտի, դարել են Եկատերինայ, ձիերի հետ են քաշկալը մարդենել, արական սերից ոչ մեկ վրեք ուշադրություն չի դարձնում, էդ ես դու վիժվածք, իսկ քո հետիները նորից են գնում, պիտի մտածեն ինչ ելնելու իրենց բնվերջ, ես կեզ դարը ճշմարտությունն եմ ասում, հետո չասես, յան ես զնալ, դու շատ լավ զնալ, հենա տենը մեզ իրակցան, և ես ուզում եմ, որ ավելի ու ավելի գտնվեն նման համարձակ կանայք, մայրեր և քույրեր, որոնք խոռոփեն քո բերանի մեջ բառից ամենաբուն իմաստով, ցույց տալով քո իրական տեղը, քո իրական ազդեցությունը եւ դերը, որ դու մոխրամանից ես, մոխրաման չես, զիբիլի աման ես դու։ Զիբիլի աման, իսկ այն մարդիկ, որոնք են ворցերը, որոնք որ ворց են կոչվում, ալամը դրանց մաման են բանից անի, հետևից թռում են, ու ծափ են տալում քո ասացի վրա։ Նիվեջ, իրանք ես պաշտոնի դարդն են, հարգելիս շակերտավոր, իրենց պաշտոնի դարդն են։ Վաղը որ պաշտոն չելավ, մեկ ուրիշն եկավ, նույն ձև վազելու են դրա կողափրը, որ պաշտոն ստանան, դրանք հատուկ պոռնակացիններ են, անինքնասեր։ Հələ մի հատ ականջդ կտրի հետևից ես հələ քո կուսակցությունը ինչ է խոսում քո հասցեին։ Քո կուսակցություններից ինչքանն է քեզի դեմո ատում, բայց կողդ են կայնի հանուն այդ պաշտոնի, հանուն այդ մանդատի, հանուն այդ պարգևավճարների։ Մտքովդ չասի, թե դու պիտի կառավարություն ձևավորես, ուրախ էլ Վարդան Ղուկասյանին ես քո նման երկու բոզի ծղա փակել են ստեղ։ Վարդան Ղուկասյանը քեզ դնելու է համապատասխան տրանսպորտային միջոցը ու բերի հանրապետության հրապարակ, գիտես արդեն ինչի համար։ Это я тебе обещаю։ Շնորհակալություն, հարգարժան քույրեր, հարգարժան մայրեր, ձեզ ցուցաբերած քաղաքացիական ազնիվ դիրքորոշման համար։
Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։